Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Ալիևը հերթական հայտարարություն է անում Բաքվից, որից պարզ է դառնում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ամեն դեպքում ունի նաև գաղտնի կետեր։ Մենք այդ մասին շատ ենք խոսել։ Ադրբեջանը անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշելու, ձգձգելով խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ ի վերջո ըստ էության չստորագրելով այն։ Հիմա էլ Ալիևը խոսել է Հայաստանի էներգետիկ ոլորտից։ Նշում է, որ քանի որ Մեծամորի ատոմակայանը փակվելու է, ապա այդ պատճառով Հայաստանը կարող է հայտնվել էներգետիկ կոլապսի մեջ եւ հիմա ադրբեջանցի մասնագետներին ինքը հրահանգել է, որպեսզի Հայաստանի տարածքում որոշեն վայրեր, որտեղ էլեկտրական սյուներ պետք է տեղակայեն Ադրբեջանից Հայաստան էլեկտրաէներգիա մատակարարելու համար։ Հիմա փորձենք հասկանալ ինչ է ցանկանում սրանով ասել Ալիևը։ Նախ Հայաստանի ներքին գործերին միջամտություն է սա ուղիղ կերպով եւ Հայաստանը պետք է սրան արձագանքի։ Ստացվում է, որ Հայաստանի իշխանություններից անկախ կամ նրանցից անտեղակ Ադրբեջանը որոշում է, թե Հայաստանի տարածքում որտեղ ինչ սյուներ պետք է տեղակայի։ Սա ցնցող փաստ է, ըստ էության միջազգային պրակտիկայում նման երկրորդ դեպք դժվար է հանդիպել։ Երկրորդը, Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, որ բանակցություններ է վարում տարբեր երկրների հետ նոր ատոմակայան կառուցելու հետ կապված։ Հիմա Ալիևը նշում է, որ Հայաստանը ատոմակայանի փակվելուց հետո էներգետիկ ճգնաժամի առաջ է կանգնելու։ Այսինքն առնվազն մենք կարող ենք կասկած հայտնել, որ Ադրբեջանը պահանջ է դրել Հայաստանի առջև փակել Մեծամորի ատոմակայանը։ Եվ եթե այդ ամենը տեղի չունենա, ապա Ալիևն էլ կարող է հայտարարել, թե ինքը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը։ Դրան զուգահեռ, եթե հիշում ենք, Հայաստանի տարածքային կառավարման նախարարն էլ ամիսներ առաջ հայտարարել էր, թե Հայաստանը կարող է միանալ Ադրբեջանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգին։ Հետաքրքիր զարգացումներ են սպասում եւ ժամանակն է, որպեսզի հայկական կողմը հստակ եւ վերջնական պարզաբանումներով հանդես գա։ Ինչ է ցանկանում ասել Ալիևը, ինչու է նա միջամտում մեր ներքին գործերին եւ որ փուլում է ատոմակայանի կառուցման գործընթացը եւ ի վերջո ամենից կարեւոր հարցը։ Հայաստանը ինչ տիպի ատոմակայան է կառուցելու, քանզի դրանից է կախված նաև Հայաստանի եւ էներգետիկ ապագան եւ առհասարակ Հայաստանի ապագան։ Եթե այս ամենը չի արվում, ապա Հայաստանը ընկնում է էներգետիկ կախվածության մեջ Ադրբեջանից։ Հենց սա է ուզում Ալիևը։ Արցախյան սցենարը ցանկանում են կրկնել նաև Հայաստանի վրա, այսինքն ցանկացած բայ անջատել էներգետիկ համակարգը եւ Հայաստանը գցել կախվածության մեջ Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Սպասենք տեսնենք, թե ինչ զարգացումներ են լինելու եւ ինչպիսին կլինի Հայաստանի սպառիչ պատասխանը սրան։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Իրանի հետ է կապված։ Իրանի նախագահ Փեզեշքյանը անսպասելի հայտարարություններ է անում, որը լուրջ դժգոհություններ է առաջացրել Իրանի հոգևոր եւ ռազմական ղեկավարության մոտ։ Վերջինս շնորհակալություն է հայտնում Պակիստանին, Իրանի հետ լավ հարաբերություններ ունենալու, ջերմ հարաբերություններ ունենալու համար։ Շնորհակալություն է հայտնում Ալիևին, որ Ադրբեջանը եւ Իրանը չնայած որոշ դժվարությունների եւ խնդիրների, այնուամենայնիվ շարունակում են պահպանել բարձր մակարդակի հարաբերությունները։ Սրանի պատասխան էլ Ալիևը հիշում է Իրանի եւ Ադրբեջանի եղբայրական ժողովուրդների մասին եւ նրանց կապի կարեւորության մասին։ Իհարկե Փեզեշքյանը շնորհակալություն ունի հայտնելու Ալիևին, քանզի հենց Ալիևի շնորհիվ էր նա, որ Փեզեշքյանը հայտնվեց Իրանի նախագահի աթոռին։ Եթե չլիներ Իրանի նախկին նախագահ Ռայիսիի ողբերգական մահը, ապա Փեզեշքյանը ոչ մի պարագայում չէր կարող դառնալ Իրանի նախագահ։ Հետևաբար նա իրոք Ալիևից շնորհակալություն ունի հայտնելու։ Տարօրինակ է Փեզեշքյանի հայտարարությունները Պակիստանի հետ կապված, երբ օրեր առաջ Պակիստանը, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան ստորագրեցին Մեքքայի համաձայնագիրը, որը ճիշտ է առաջին հայացքից Եմենի հուսիտների դեմ է եւ առհասարակ Սաուդյան Արաբիայի պաշտպանությանն է վերաբերվում, բայց մի բան ակնհայտ է՝ Եմենի հուսիտների հովանավորը Իրանն է։ Սա սուննի դաշինք է ընդդեմ շիաների եւ Փեզեշքյանը սա չի կարող չիմանալ։ Հետևաբար առաջանում է հարց. ինչու այս ծանր պահին Փեզեշքյանը նման հայտարարություններ է անում, սրելով նաև ներքին լարվածությունը Իրանում։ Այն, որ Իրանում լուրջ փոփոխություններ են սպասվում, մենք դա հասկանում ենք եւ սա ակնհայտ է։ Իրանի հոգևոր առաջնորդը օրեր առաջ Իրանի ռազմական ղեկավարության բավականին լուրջ կադրային փոփոխություններ իրականացրեց։ Իրանը պատրաստվում է նոր լայնածավալ պատերազմի եւ չի էլ թաքցնում սա։ Եվ հիմա Փեզեշքյանի հայտարարությունը Պակիստանի եւ Ադրբեջանի հետ կապված, կարծում ենք Իրանում ներքին լուրջ լարվածություն է առաջացնելու, հաշվի առնելով նաեւ 15 միլիոն ադրբեջանցիների գոյությունը այնտեղ։ Բացի այդ, Իսրայելը եւ Միացյալ Նահանգները լրջորեն քննարկում են նաեւ Իրանի նկատմամբ ցամաքային օպերացիա իրականացնելու եւ Իրանին ցամաքային բլոկադայի ենթարկելու հարցը։
Փեզեշքյանի հայտարարությունը վերաբերվում էր անմիջական երկու հարևաններին, որտեղից հենց Իրանը կարող է սպասել ամենամեծ վտանգը։ Եվ Ադրբեջանը, եւ Պակիստանը ցանկացած պահի կարող են իրենց տարածքը տրամադրել Իրանի դեմ ցամաքային օպերացիա իրականացնելու, եւ սա Փեզեշքյանը չէր կարող չիմանալ։ Սպասենք տեսնենք, թե այս հայտարարությունից հետո ինչպիսի զարգացումներ են լինելու Իրանում, քանզի անկայուն Իրանը բնականաբար մեծ վտանգ է ներկայացնում նաև Հայաստանի համար եւ առաջին հերթին հայկական Սյունիքի համար։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Լիբիայի հետ է կապված։ Տևական ժամանակ էր մենք չենք խոսել այդ երկրի մասին եւ միջազգային մամուլներ կարծես մոռացել էր Լիբիայի մասին։ Բայց ահա մի քանի օրվա տարբերությամբ Լիբիայի նավթավերամշակման գործարաններում պայթյուններ են իրականացում, որի պատճառով նավթի մատակարարումները առաջին հերթին Եվրոպա դադարեցվում են։ Բացի դրանից, անսպասելիորեն սպանվում է Լիբիայի հետախուզության ղեկավարը։ Եվ արդեն կան վարկածներ, որ սա կապ ունի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների հետ։ Հիմա մնում է հասկանալ, ում է պետք այս ամենը։ Բնականաբար Լիբիան կարևոր երկիր է եւ Լիբիան նաեւ նավթ էր մատակարարում Եվրոպական միությանը։ Հիմա այն որ երկիրն է, որը շահագրգռված չէ, որպեսզի Եվրոպական միություն ունենա նավթի այլընտրանքային ուղիներ։ Բնականաբար սա Ռուսաստանը չի կարող լինել, քանզի Ռուսաստանը նախ Լիբիայում այս պահին գործողություն իրականացնելու տեխնիկական հնարավորություն չունի, եւ երկրորդը Եվրոպական միությունը առանց այն էլ ռուսական նավթը չի գնում։ Կա մեկ պետություն, որը նավթ է մատակարարում Եվրոպական միությանը, բայց շատ թանկ գներով։ Դա իհարկե Միացյալ Նահանգներն են, եւ բնականաբար Թրամփին պետք չէ, որպեսզի Եվրոպական միությունը ունենա այլընտրանքային աղբյուր Լիբիայից նավթ ստանալու համար։ Բացի այդ, այս ամենը օգտագործելով Թրամփը նաեւ կարող է հայտարարել, որ Լիբիայի նավթային համակարգը վերահսկելու եւ նաեւ նրա անվտանգությունը ապահովելու համար այնտեղ կարեւոր է զորքեր տեղակայելը, ինչպես եղավ Վենեսուելայում, եւ իր ձեռքը վերցնել նաեւ Լիբիայի նավթը։ Այսօր այնպիսի իրավիճակ է, երբ պայքարը գնում է ռեսուրսների համար։ Հորմուզի նեղուցի փակումը դա զուտ աշխարհագրական տարածքի փակում չէ։ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը նշանակում է վերահսկողություն համաշխարհային էներգետիկ ռեսուրսների վրա, եւ դրա համար պայքարը գնալով ավելի է սրվելու։ 21-րդ դարը ռեսուրսների համար պայքար է եւ բոլորը դա շատ լավ հասկանում են եւ պատահական չէ նաեւ Լիբիայի հատուկ ծառայությունների ղեկավարի սպանությունը եւ այդ մասին նշում է նաեւ Լիբիայի լրատվամիջոցները։ Այնպես որ հետաքրքիր զարգացումներ են սպասում Աֆրիկայի հյուսիսում։ Սպասենք տեսնենք, թե այստեղ իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Այս թեմաներն են, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու համար։ Այս թեմաներն էին այսօր, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։